Եվրամիությունը առաջիկա ընտրություններին դիտորդական խումբ կուղարկի Հայաստան արտաքին միջամտության դեմ Հայաստանին մենակ չթողնելու համար։ Եվրահանձնակատար Կայա Կալասի առաջին հայացքից անմեղ թվացող պնդումն է, որով Եվրամիությունը հիմնավորում է իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Քաղաքական հարցադրում է առաջանում, իսկ ով է պաշտպանելու Հայաստանը այն արտաքին միջամտությունից, որը ներկայացվում է որպես օգնություն, որտեղ եթե ընդունում ենք, որ արտաքին դերակատարը կարող է մտնել ընտրական գործընթաց ճիշտ նպատակով, ապա տրամաբանությամբ ցանկացած այլ ուժ էլ կարող է իր միջամտությունը ներկայացնել որպես պաշտպանություն։ Նախ 15 միլիոն եվրոյի աջակցություն ընտրություններին հիբրիդային պատերազմին դիմակայելու համար, հետո դիտորդական առաքելություն։ Պատահական է արդյոք ձևակերպումը, թե Հայաստանն է խնդրել Եվրոպական միությանը դիտորդական առաքելությամբ ներկա գտնվել Հայաստանում առաջիկա ընտրություններին։ Եվրոպայի մոտիվացիան տարածաշրջանում իր երկարատև ներկայությունն ունենալն է, և բացառված չէ, որ Եվրոպան ինքն է առաջարկել Հայաստանին խնդրանք-նամակ ուղղել իրենց և ստանալ դրական պատասխան, ասում է վերլուծաբանը։ Հայաստանի իշխանությանը պետք է փողը, հազիվ թե արագ արձագանքման խումբը ինչ-որ էական անհրաժեշտություններ Հայաստանի իշխանության համար։ Պես նշեցի, այդ արագ արձագանքման խումբը իմ գնահատմամբ անմիջականորեն ավելի անհրաժեշտ բան է Եվրամիության համար, տեղում իր ներկայությունը ունենալու, ինչու ոչ թեկուզ այդ փողի ծախսի տրամաբանությունը հասկանալու եւ ինչպես նշեցի, հենց նաեւ Հայաստանի կառավարման համակարգի տարբեր շերտերի վարքագծին ավելի մոտիկից հետևելու համար։ Այս տրամաբանական շղթան ցույց է տալիս Հայաստանը հերթական անգամ դարձել է մեծ խաղի փոքր մասնիկ։ Եվրոպայի ներառվելը հայկական ընտրական գործընթացում կապ ունի աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան եռանկյունու ազդեցության ուժեղացմամբ, ու Եվրոպան փորձում է իր դիրքերն ամրապնդել Կովկասով Կենտրոնական Ասիա դուրս գալու նպատակով։ Իշխանության վերարտադրության մասին Վենսի պնդումից հետո վերահաստատվում է Հայաստանի ներկա իշխանությունների հանդեպ Արևմուտքի քաղաքական լոյալության մասին։ Փաշինյանն էլ իր հերթին փորձում է բաց չթողնել առիթը։ Հայաստանի իշխանությունը այդ հարցում օգտակար գործոն է համարում Եվրամիությանը եւ Եվրամիության լոյալությունը իր քաղաքականության հանդեպ։ Սա է առանցքային մոտիվը։ Իմաստով իհարկե Նիկոլ Փաշինյանը ելնելով նաեւ այդ տրամաբանությունից նվազագույն է այդ աշխարհի քաղաքական կենտրոնների միջև որոշակի բալանսավորված դիրքավորումը համարում է անհրաժեշտ եւ նվազագույն անհրաժեշտ։ Քաղաքագետը հարց է բարձրացնում. Եվրոպական ներկայությունը եւս արտաքին միջամտություն է։ Ով է Հայաստանը պաշտպանելու այդ արտաքին միջամտությունից։ Պնդում է, մենք հանգել ենք կետի, որտեղ էական է ոչ թե ընտրողի քվեն, այլ այն, որ Հայաստանում ընտրությունները դարձել են ուղիղ արտաքին միջամտությունների եւ հիբրիդային պատերազմների թատերաբեմ։ Բոլորը կարող են ունենալ իրենց հետաքրքրությունները ռեգիոնում, բոլորը կարող են ունենալ եւ լոբինգ անել իրենց հետաքրքրությունները։ Խնդիրը հետեւյալումն է, որքանով է տեղական իշխանությունը, հայկական իշխանությունը թույլ տալիս սեփական ազգային շահերի ստորադասում այս կամ այն արտաքին խաղացողի համար։ Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը դարձել է տարածաշրջանի ուժերի բախման եւ արտաքին ազդեցությունների փորձադաշտ։ Ով է պաշտպանելու Հայաստանի իրական շահերը այս բոլոր ազդեցություններից, պարզ չէ։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։